Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոնաթան Էդվարդս, օր ապրիլի 20։ Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին, սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալիս և որոնում է, թե որին կուլ տա։ Առաջին Պետրոս 5:8 խոսք։ Ինչպես որ սատանան կարող է կեղծել Աստծո հոգու բոլոր փրկարար գործերն ու պարգևները, այնպես էլ կարող է կեղծել այն գործողությունները, որոնք նախապատրաստում են շնորհին։ Եթե սատանան կարող է նմանակել Աստծո հոգու այն ազդեցությունները, որոնք առանձնահատուկ, աստվածային և սրբագործող են, այնպես որ ուրիշների աչքին դրանց մեջ մեծ նմանություն լինի, ապա առավել ևս հեշտությամբ կարող է ընդօրինակել Աստծո հոգու այն գործերը, որոնք ընդհանուր են և որոնց ենթակա են մարդիկ, մինչդեռ նրա իսկ որդիներն են։ Այս գործերը ոչ մի կերպ այդքան վեր չեն նրանցից, որքան մյուսները։ Աստծո այնպիսի վեհ ու աստվածային գործեր չկան, որոնք այնքան անգերազանցելի լինեն բնության ուժերի համար և անհասանելի լինեն բոլոր արարչագործությունների համար, որքան նրա հոգու այն գործերը, որոնց միջոցով նա արարչագործությունը կերտում է իր պատկերով և այն դարձնում աստվածային բնույթին մասնակից։ Բայց քանզի սատանան ընդունակ է ստեղծել վերոնշյալ նմանակումները, ապա նա անկասկած ընդունակ է նաև անսահման ցածր կարգի նմանակումների։ Իրոք, բավականին ակնհայտ է, որ կան կեղծ խոնարհություններ, կեղծ հնազանդություններ, ինչպես նաև կեղծ մխիթարություններ։ Այս ամենում շատ հեռու էր հասել Սավուղը, թեև նա շատ չար մարդ էր և հպարտ հոգուտ էր, երբ իր մեղքի հանդեպ համոզմունքով հասցվեց այն աստիճանի, որ կարծես ընկավ գետնին, ամբողջովին արցունքների մեջ բարձրաձայն լաց լինելով Դավթի առաջ իր իսկ հպատակի և այն մեկի, որին երկար ժամանակ մահացու ատելությամբ էր լցված և բացահայտ թշնամու պես էր վերաբերվել, իր իսկ բերանով դատապարտեց իրեն նրա առաջ աղաղակելով. «Դու ինձանից արդար ես, որովհետև դու ինձ բարիք հատուցրիր, բայց ես քեզ չարիք հատուցրի»։ Առաջին Թագավորաց 24:17 խոսք։